տուն չի ապրել, տնտեսական աճ են գրանցել, ինչ ունեք ասելու այս մասով եւ ինչ տվեցիք իրենք իրենց քաղաքացիներին։ Բարև ձեզ հարգելի հայ ժողովուրդ։ Գեղցին խոսում է քաղաքացու մասին։ Այս անձնավորությունը 18 թվականից ի վեր կործանեց մեր հայրենիքը։ Այս անձնավորությունը 18 թվականից ի վեր մտցրեց այլասեռություն մեր ազգի, մեր հայրենիքի մեջ։ Ես չեմ կարող շնորհավորել այդպիսի տոն իմ համար չկա։ Ես ծնված եմ եղել քաղաքացի եւ ապրել եմ իմ երկրում որպես նորմալ քաղաքացի։ Այն, որ այս սութի ոչնչությունը ասում է քաղաքացու ազատության մասին, ինչ ձևի կարելի է այլասեռված այլանդակ լինել, խաբել ինչ-որ տնտեսական աճով, խաբել ինչ-որ ազատության մասին։ Ոնց կարելի է լսել այսպիսի հիժվածքի, որը մեր հայրենիքի մեծագույն մասերը տվեց թուրք-ադրբեջանական ոհմակին։ Մենք կորցրեցինք Արցախը։ Մենք կորցնում ենք Հայաստանի տարածքները։ Մենք կորցնում ենք մեր ինքնությունը։ Այս ոչնչությունը անգամ ձեռք բարձրացրեց սրբերից սրբագույն հայոց նահատակված հայոց կոտորածի վրա։ Չեմ կարող ոչինչ ասել, հասկանում եք, սարսափելի է։ Երբ որ տականքը ասում է ադրբեջանցին կրակում է թուրքերի ու ադրբեջանցիների դրոշը վառելու համար։ Իսկ որոշ տականքներ հետը դա քննադատում են։ Ասում են պետք չէր այրել։ Այո, ապրեն դաշնակցական երիտասարդները, նրանց մեջ հայրենասիրությունը, նրանց մեջ հոսում է հայրենասերի արյունը։ Նրանք 44 օրյա պատերազմին զենքը ձեռքները կռվում էին, ոչ թե ԿՊԱ-ական տականքների նման պահկված դիվանների տակ, իսկ իրանց ղեկավարները հայրենիք էին վաճառում։ Չեմ կարող ոչինչ ասել։ Պատասխան եք տալու, չեք վայելելու, աշխարհի որ ծերն էլ լինեք, լավ հիշեք, նեմեսիս լինելու է։ Լավ հիշեք, որ Հայաստանը սոցիալիստական հանրապետություն էր, կար Հայդատ, կային Լիզբոնի տղաները, կար Ասալա, ու այսպես կոչված ձեր ԿՊԱ-ականների սիրեցյալ Թուրքիան սարսափելի վախում էր այդ կազմակերպություններից, սարսափելի, անունները լսելուց չգիտեին, որ ծակը մտնեին, աշխարհի ամենապահպանված դեսպանատներն էին, որովհետև սարսափում էին, որովհետև չկային ձեր նման տականքներ իշխանության գլխում։ Հայ ժողովուրդ ուշքի արի, խնդրում եմ, դու կործանվում ես, այս խաբեության ու այս ստի մեջ, մենք պետք է համախմբվենք մի բուր դառնանք, մենք պետք է դուրս գանք փողոցներ, մենք պետք է չհավատանք սրանց ոչ մի բառին, սրանք սուտ են, սրանք այն աստիճանի տականք են, որ կասկածի տակ են դնում հայոց ցեղասպանությունը, դրա հետ մեկտեղ գնում են Եղեռնի հուշարձանի մոտ։ Միթե դուք չեք զգում սրանք ինչ տականք են։
ասելու ոչինչ չունեմ։ Ես չեմ կարա ձեզ շնորհավորեմ, որովհետև սա սքի օր է։ Սքի օր, որ հայտարարել են այս քեմալական պայմանագրի տականքները։ Ոտքի, սիրելի ժողովուրդ, ոտքի, չի կարելի թույլ տալ, որ սրանք մնան իշխանության, ամենասարսափելին դա է։ Մեր ազգի մեջ կան հայրենանվեր մարդիկ, խոսքս ուղում եմ իրենց բոլորին, իրանք լավ գիտեն, ես անունները չեմ տալի, որ չթիրախավորեմ, որոնց պոչին ոչ դրսում, ոչ ներսում ոչ ոք չի կարող կայնել։ Համախմբվեք, ստեղծեք երկիրը փրկելու կոմիտե, ազգը փրկելու եւ 88-ի հոգին թող նորից զարթնի, ժողովուրդը պատրաստ է, կանգնեք իրար կողք եւ ասեք ոչ այս անգրագետ դավաճան ոհմակին։ Ում ձեռն եք տվե Հայաստանը, ում ձեռն եք տվե սիրելի հայեր, հայ ժողովուրդ, կործանարար թշնամու, սատանու։ Մենք պետք է անենք ամեն ինչ մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր սերունդներին փրկելու համար։ Բայց իրենք ասում են խաղաղություն ենք բերում։ Խաղաղություն չի կարա լինի հարազատներս հայի ու թուրքի մեջ։ Այո, խաղաղություն միայն այն ժամանակ, երբ որ Արցախը կլինի հայկական, երբ որ Նախիջևանը կլինի հայկական, երբ որ Թուրքիան ներողություն կխնդրի 15 թվականի իր ցեղասպանության համար, այդ ժամանակ կարելի է խոսել խաղաղության մասին, ինչ խաղաղության մասին է խոսքը, ում հետ, դավաճան թուրքի, թուրքը մնում է թուրք, թուրքն իմ թշնամին է, ես այս երկրի քաղաքացին եմ, ես հայ եմ, ու իմ ու թուրքի մեջ չի կարա լինի երբեք խաղաղություն։ Ու սահմանամերձ գյուղերի բնակավայրերը շարունակում են Լիչի։ Ես կարող եմ ասել, որ դաժե իմ կարծիքով դրանք պայմանավորված են Հայաստանի իշխանությունների հետ։ Նրանք ուզում են վախացնել մեր աչքերը։ Նրանք ուզում են ջարդել հայի դուխը։ Նրանք տանում են հային թրքացման, նրանք տանում են մեզ ստրկացնելու։ Խելքի արի ժողովուրդ, խելքի արեք, խնդրում եմ, համախմբված սրանց հեռացնենք իշխանությունից։ Հայ ազգի արգանդը դեռ չի չորացել, կան շատ գրագետ հզոր մարդիկ, որոնք կարան Ալիևին էլ խեղճացնեն դիվանագիտորեն, Էրդողանին էլ մի կասկածեք։ Դուք հասկանում եք ինչա կատարվում, մի հատ անգրագետ տականքների ոհմակ պերեգավորներ ա տանում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մի հատ նայեք Ալիևի կրթությանը, մգիմո ավարտած, Նահեդարի տղենը նրա վրա շատ են աշխատել, իսկ այս ոչնչությունը անգրագետ, կիսագրագետ, ուշքի արի հայ ժողովուրդ, խնդրում եմ, ուշքի արեք հեռացնենք սրան, ուշքի ոտքի սիրելի հայրենիք, սիրելի հայ ժողովուրդ, ոտքի մենք պետք է ազատագրենք մեր հայրենիքը, այս դավաճան թշնամի իշխանություններից։ Եվ իր տիկինը հիմա այն ընտանիքներին է հրավիրում ընտրելու 3 միլիոն եւ ավել, ինչ ունեք ասելու։ Ես չեմ կարող խոսամ, որ տիկինը, կինը, սիրուհին, ով, ինքը կին չունի, դա իրա սիրուհինը հրավիրում ընտանիքներին ընտրիկների միլիոններով փող հավաքելու, այդ փողերը ուր են գնում, ու չեն ամաչում այն մարդիկ, որ գնում են դրանց հետ ընտրելու, ամաչեք, խնդրում եմ,
Միթե դուք պատիվ չունեք, իշխանությունները գնացող են, իսկ ձեր սերունդների վրա մնալու անպատիվության խարանը, դուք դրա մասին մտածեք, ձեր երեխաների, ասելու ուրիշ ոչինչ չունեմ, դուք ոնց եք նայելու մարդկանց աչքերին, դուք ոնց եք այս օդը շնչելու, դուք ոնց եք բարևելու մարդկանց, դուք այդ խարանը վերցնում եք ձեր վրա, թափթփուկների խարանը, հասկանում եք, չեմ ուզում կեղտոտ բառերով ասել, թե չեք ասեի ուր եք մտնում ու ինչի համար, չեք վայլելու, հարամ լինի, այդ որ տենց միլիոններ եք թափում, դա ձեր ուղեղի աշխատանքը չի, դա ձեր քրտինքը չի, դա այս ժողովրդից թալանած գողացած փողերն է, լավ հիշեք, բոլորդ պատասխան եք տալու եք, չեք վայլելու,